Թուրքիայի հետ սահմանին գտնվող մարգարաանցակետի շինարարությունը կարող է ավարտվել հաջորդ շաբաթ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Մարգարակետը, որ այցելեիք, կտեսնեիք, որ ինքը որևէ կերպ, որևէ քաղաքացու չէր կարող սպասարկել հին մաշված շինություններով, որևէ ենթակառուցված չկար, հետեւաբար կարելի ասել, որ զրոյից նոր կետ է կառուցվել, որը կարող է գոնե մարդատար հոսքերը սպասարկել։ Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի խոսքով գերատեսչությունը շինարարության շրջանակներում վերահսկողություն է իրականացնում ծախսած յուրաքանչյուր լումայի նկատմամբ։ Նա հավելեց, որ իր խիստ վերահսկողությունն է իրականացնում շինաշխատանքների որակի նկատմամբ։ Հստակ ժամկետ կա, բնականաբար պայմանագիր է կնքվում այդ ժամկետներում պետք է ավարտվի, բայց կարելի է ասել, որ միգուցե մյուս շաբաթվա ընթացքում ինքը արդեն պատրաստ լինի, այսինքն ինքը գրեթե աշխատանք չի մնացել, որը ավարտվի, որակի մասով հսկողություն է իրականացվում բնականաբար եւ ամեն լումայի ծախսը ուշադիր հսկվում է, առավել եւս պետական եկամուտների կոմիտեի կողմից, որ մենք գիտենք հարկերի հավաքագրումը, թե հարկ վճարողի համար ինչ դժվար է հարկ վճարելը, թե հարկային մարմնի համար ինչ դժվար է այդ հարկը, ու կարող եք շատ հանգիստ լինել, որ մենք հարկատուի յուրաքանչյուր լումայի վրա դողում ենք եւ թույլ չենք տա որևէ չարաշահում տեղի ունենա։ Ռուստամ Բադասյանը նշեց, որ անցակետի շինաշխատանքների իրականացումը հրատապ է եղել, այդ պատճառով էլ ՊԵԿ-ն իրականացրել է մեկ անձից գնում։ Նրա խոսքով քաղաքաշինության կոմիտեից խնդրել են տրամադրել այն ընկերությունների ցանկը, որոնք կարող են կարճ ժամանակում նման ծավալի աշխատանք իրականացնել։ Կոմիտեն տրամադրել է ընկերության տվյալները, գործընթացը սկսվել է։ Պայմանավորվածություն այն մասին, որ դիվանագիտական անձնագիր ունեցող եւ երրորդ երկրի քաղաքացիները կարողանան հատել սահմանը Հայաստանի եւ Թուրքիայի եւ այդ առումով կար հրատապություն այդ ամեն ինչը կազմակերպել։ Պետեկամուտների կոմիտեի նախագահը սակայն չի կարծում, որ մեկ անձից գնում կատարելը կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակել։ Հիշեցնենք, որ 2023 թվականի գարնանը Մարգարագյուղի անցակետի տարածքը փոխանցվել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի տնօրինությանը։ Նախագծով նախատեսվում է կառուցել մեկ հարկանի սպասարկման սրահ, 2 տաղավար բեռների ձևակերպման համար, 2 տաղավար հերթապահ հերթափոխի հանգստի համար, մաքսային զննման միահարկ մասնաշենք, ավտոկայանատեղիներ, հարթակներ, ներքին ճանապարհներ, 2 հսկիչ անցագրային կետ եւ միահարկ պահեստ։ Լուսինե Գրիգորյան, Հայ Գևորգյան, Free News, Ազատ լուրեր։